Ես ասել եմ, ես երևի սկսեմ քիչ խոսալ կամ քիչ ապագայի մասին ինչ-որ բաներ ասել, քանի որ ամեն ինչ իրականանում է ճիշտ այնպես, ինչպես ես ասում եմ, եւ ես գլուխ չեմ գովում, կներեք, եթե գլուխ եմ գովում, բայց ուղղակի սարսափելի է նայել, թե ամեն խոսքը ինչպես է իրականանում։ Տարիներով զգուշացնում էինք, որ Կասպից ծովը առճակատման դեպքում Իրանի եւ Արևմուտքի մեջ դառնալու է կենսական գոտի Իրանի համար։ Այսօր Իրանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Կասպից ծովով ալտերնատիվ այլընտրանքային էքսպորտի եւ իմպորտի ճանապարհներ են բացվելու, այսինքն Կասպից ծովը ավելի կարեւոր է դառնալու Իրանին եւ մասնավորապես սնունդը մատակարարելու համար, այսինքն սննդամթերքը Իրանը ստանալու է Կասպից ծովով, քանի որ հարավից, եթե Իրանի քարտեզին նայեք, մյուս անգամ քարտեզն ցույց կտամ, եթե նայեք Իրանի քարտեզին, հարավից, Պարսից ծոցից եւ Հնդկական օվկիանոսից Իրանը փակվել է, շրջափակման է ենթարկվել Միացյալ Նահանգների նավատորմի կողմից, այսինքն հարավը փակ է։ Եվ հետեւաբար նրանք ստիպված են հյուսիսով գնալ։ Հյուսիսը ո՞րն է։ Հյուսիսը Կասպից ծովն է։ Նրանք ասում են Կասպից ծովը հիմա մեզ համար այլընտրանքային ճանապարհ է այս շրջափակման պայմաններում։ Իսկ հյուսիսի մյուս մասը ո՞րն է։ Մենք ենք։ Հայաստանը եւ Կովկասը իրար կողքն ենք։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք, որ մենք գնում ենք դեպի Հորմուզ դառնալը ցամաքային Հորմուզ, ամեն օր դա իրականանում է։ Այսինքն, Կասպից ծովը եւ Կովկասը դառնում է ել ավելի կարեւոր Իրանի համար, որպես այլընտրանքային ճանապարհ դեպի աշխարհ եւ հյուսիս դեպի Ռուսաստան եւ Եվրոպա։ Այսինքն Իրանի համար ել ավելի կարեւոր կլինի, որ Զանգեզուրի միջանցքը չբացվի, քանի որ դրանով նա կտրվում է Հայաստանից եւ մենք էլ Իրանից։ Եվ միաժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, Իսրայելի եւ Ամերիկայի համար ել ավելի կարեւոր կլինի այդ միջանցքը բացել։ Ամերիկան եւ Իսրայելը կցանկանան մեկուսացնեն Իրանը, հյուսիսից էլ կտրեն Իրանի կապերը, որից հետո Ադրբեջանը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, նրանց արդեն նավատորմը դուրս է գալի Կասպից ծով եւ Կասպից ծովն էլ է կտրում Իրանի համար եւ Ռուսաստանի համար։ Իսկ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար սա շրջափակում է։ Իրանը շրջափակում է եւ Թուրքիան մի քանի օր առաջ Ֆիդանի շուրթերով ասեց, սա մեր կենսական շահերի գոտին է, ինչպես ձեր խոնարհ ծառան 5 տարի զգուշացնում էր, որ մի օր նրանք ասեն, սա մեր կենսական շահերի գոտին է։ Թարգմանություն. դուք այլևս չեք տեսնի ոչ Զանգեզուր, ոչ էլ Մեղրի։ Դուք կտեսնեք դա այն օրը, երբ Կիպրոսի հույները կտեսնեն Կիպրոսի հյուսիսային մասը, որը 74 թվականից գրավել են։ Դա քանի տարի է։ 30, ասենք մի 55 տարի է Թուրքիան Կիպրոսում է, ոչ թուրքերին չի կարողանում հանել այնտեղից։